Երեկ էկոնոմիկայի նախարարությունը կառավարության նիստի հաստատմանը ներկայացրեց Գյումրու տեխնոպարկի 2012 թվականի հայեցակարգը, որի իրագործման համար պետբյուջեից այս տարի կտրամադրվի 163 միլիոն դրամ գումար։ Այս տարվա տեխնոպարկի աշխատանքային պլանների մեջ ըստ նախարարության հայեցակարգի մտնում է ոսկեգործության, դիզայնի և նորաձևության կենտրոնների ստեղծումը Գյումրիում։ Շատ ինտենսիվ բանակցում ենք եւ ամերիկյան ոսկեգործների եւ եվրոպական ոսկեգործների հետ, այսինքն բավական հետաքրքրվածություն կա։ Այնտեղից մենք նաև որոշ տեսակի բաներ, սարքավորումներ պետք է ներկրենք Գյումրի, որ այդ արտադրամասերը սկսեն աշխատել։ Ըստ նախնական պայմանավորվածության Գյումրու տեխնոպարկի ոսկեշչության կենտրոնները հիմնադրվելու են Պոլիտեխնիկական ինստիտուտի շենքում, որտեղ իրականացնելու են կրթական եւ ձուլման աշխատանքներ։ Այս ոսկեչական ընկերությունները, որովհետեւ իրանք իրենց process-ի մեջ ունեն ձուլման process, ունեն որոշակի քիմիական նյութերի հետ, մենք մեր այս տարածքում իրենց չենք տեղակայելու, Պոլիտեխնիկ ինստիտուտի հետ մենք հիմա բանակցություններ ենք վարում, որ հենց եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի կողքը իրանք տարածքներ կտրամադրեն, այսինքն բավական հետաքրքիր ձևի այդ սխեման կփակվի, կլինի կրթություն եւ արտադրություն, նաեւ պոլիտեխնիկի ներուժը մենք կարողանանք այնտեղ օգտագործել։ Այն հարցին, թե որքանով է ծրագիրը իրատեսական, որ պոլիտեխնիկականի ուսանողները կսկսեն ոսկի ձուլել, տեխնոպարկի հիմնադրամի տնօրենը պատասխանեց, որ ծրագիրը լուրջ է եւ հեռանկարային։ Տեխնոպարկի ծրագրերի շրջանակ ծրագրերում միշտ ոսկերչությունը եղել է այսպես ֆոկուսային։ Այսինքն մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել։ Բնականաբար կառավարության ներկայացված մեր ծրագրի մեջ կա եւ նա, բոլորն էլ կան։ Եվ կարծում սխալ կլիներ ինչ-որ մի ուղղության վրա մեծ ուշադրություն դարձնել, մնացած ուղղությունները աչքաթող անել։ Գյումրու տեխնիկական գրադարանի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը, ով ի սկզբանե եղել է տեխնոպարկի գաղափարի ստեղծման ակունքներում, գտնում է, որ հիմնադրամի աշխատանքի գլխավոր թերությունը այն է, որ չունեն կոնկրետ ծրագիր եւ գումարներն ուղղում են տարբեր ուղղությունների։ Տեխնոպարկի գործունեությունը պետք է ուղղված լինի, իմ կարծիքով պետք է վերցվի կոնկրետ ուղղություն եւ այդ գումարը ուղղվի այդ ուղղությունը զարգացնելու համար։ Եթե ոսկեշչությունը, ուրեմն ոսկեշչությունը։ Եթե այդ գումարները ուղղվեն 10-20 ուղղություններով, բնական է ոչինչ չի ստացվի։ Եվ տեխնոպարկի գաղափարը հենց այն է, որ աշխարհում գործող բոլոր տեխնոպարկեր ունեն հստակ ուղղվածություն։ Եթե այդ ուղիները հստակեցվեն եւ այդ թռիչքաձև այդ անցումը փորձենք մենք փոխարինել էվոլյուցիոն հիմնադրման տեխնոպարկի եւ մեր ուժի իրական ուժի գնահատմամբ իմ կարծիքով ոչ այն ինչ որ նախատեսվել է լիարժեք, բայց կարող ենք մենք մոտենալ այդ գաղափարի իրագործմանը։ Երիտասարդ տնտեսագետ Անի Մալխասյանի գնահատմամբ այս տարվա ծրագիրը եւս իրատեսական չէ։ Տեխնոպարկի գաղափարը լավն է, բայց մեր իրականության մեջ դրանի սկզբանե սխալ ընկալում ու լուծումներ է տրվում։ Խոսում ենք մի բանի մասին, որը ոնց որ թե պետք է լիներ եւ այնքան էլ չեղավ ու ասել սուտ կլինի երևի թե, բայց եթե իրագործվեր այն չափով որ նախատեսված էր, դա իրոք հսկայական ծրագիր է, կից նոր կառույցների ստեղծմանը կհանգեցներ բիզնեսի զարգացմանը, երիտասարդ գիտնականների նորամուծություններ անելու կմղեր եւ այլն, այսինքն իր հետ կբերեր այնքան դրական հետևանքներ, որոնք հնարավոր չէ, որ այսքան իմ համար անտեսանելի լինեին։ Իսկ թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որ տեխնոպարկը Գյումրիում շոշափելի առաջընթաց ու տնտեսական տեղաշարժեր արձանագրի, Գուրգեն Պարոնյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, պահանջվում է ավելի քան 8-ից 10 տարի։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։